Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Բոզոյան, քանի որ դատարանի առջև ենք, նախ գործի մասին ձեր դիտարկումները եւ դատարանից այսօր ինչ ակնկալիք ունեք առհասարակ։ Ես անկեղծ ասած լուրջ ակնկալիք չունեմ, որովհետեւ մենք բոլորս տեսնում ենք, թե ինչպես են դատարանները դակում նման տիպի գործերը։ Սա ինձ հիշեցնում է ստալինյան ռեպրեսիաների ժամանակվա գործընթացները, որտեղ եռյակներ էին սարքում, տրոյկաներ էին սարքում, գիտեմ, ձեր պապերը, բաները պատմած կնեն Ստալինի Բերիայի ռեժիմի ժամանակ։ Այսինքն այն ժամանակ էլ կար NKVD-ն գործը կարում է, հետո տալիս էր քննչական կոմիտեին, հետո դատարանից մարդ էր գալի, տրոյկայով սարքում էին այդ գործերը։ Կա մարդ կգտնվի մեղադրանք։ Այո, եւ տարբեր գնահատականներով խորհրդային միության ստալինյան ռեժիմի ժամանակ գնդակահարվեցին միլիոնավոր մարդիկ եւ ընդհանուր առմամբ գնդակահարվեցին եւ Սիբիր ակսորվեցին մոտարապես տարբեր գնահատականներով 10-ից 15 միլիոն մարդ։ Եվ ի վերջո 1956 թվականին այդ ամենը բացահայտվեց եւ դատապարտվեց եւ խորհրդային միությունում եւ աշխարհում եւ այն ինչ որ կատարվեց Ստալինյան ռեժիմի ժամանակ ոչ մի պարագայում չի կարելի դա որ մենք թույլ տանք որ կրկնվի Հայաստանում։ Նույնը կարելի ասել Հիտլերյան Գերմանիայի ժամանակ։ Եթե դուք հիշում եք նացիստական կուսակցությունը, երբ որ գալիս էր փորձում էր գալ իշխանության, ինչ արեց։ 33 թվականին մարտի 5-ին պետք է անցկացվեին ընտրությունները, ընդամենը 8 օր առաջ, փետրվարի 27-ին Ռեյխստագը հրկիզվեց եւ գցեցին այդ հրկիզման խնդիրը դեպքը կոմունիստների վրա եւ 1 օր անց արգելվեց կոմունիստական կուսակցությունը, որը ազդեց ընտրությունների արդյունքների վրա։ Մոլդովական սցենարն էլ ոչ վաղ անցյալում, դուք ընդհանրություն տեսնում եք նա։ Միանշանակ, ընդամենը 6 ամիս անց Գերմանիայում հայտարարվեց, որ բացի նացիստական կուսակցությունից այլ կուսակցություն պետք է չլինի։ Հիմա տեսեք, մենք 21-րդ դարում ենք ապրում, բնականաբար այդպիսի բան հնարավոր չի լինել այն մասշտաբով, ինչպես որ եղավ Հիտլերյան Գերմանիայում, բայց ուշադրություն դարձրեք Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը։ Իր տեսակետից 3 նախագահներին պետք է գնդակահարել, սատկեցնել։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնեմ Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցին, Ֆրանսիայի դեսպանին եւ մնացած օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչներին եւ միջազգային իրավապաշտպան կառույցներին։ 3 նախկին նախագահներին պետք է սատկեցնել, գնդակահարել։ Սամվել Կարապետյանին եւ Գագիկ Ծառուկյանին պետք է գնդակահարել։ Վազգեն Մանուկյանն ու Ռաֆի Հովհաննիսյանը շայկա են, բանդա են։ Բանդայի ներկայացուցիչներին պետք է բնականաբար ձերբակալել։ Ցույց տվեք մի այլ գործիչ կամ կուսակցություն, որի նկատմամբ Նիկոլ Փաշինյանը դիտարկում է որպես քաղաքական մրցակից։ Իր տեսակետից, բացի իր ներխմբակից, մնացած բոլորը կամ բանդիտներ են, կամ մարդասպաններ են, կամ հանցագործներ են, կամ թալանչիներ են, մնացածները։ Ավելին, այս ընտրապայքարի ժամանակ մենք առաջին անգամ հանդիպեցինք դեպքի, երբ որ ինքը արդեն շարքային քաղաքացուն ասում է, որ դուք կաշառված եք օլիգարխիայի ներկայացուցիչների։ Սա ցույց է տալիս այս մարդու մտածողությունն ու բառապաշարը, պատկերացումները։ Տրամաբանական էր, որ քանի որ իրեն հասարակության 25%-ը գնահատում է որպես Թուրքիայի ուղղակի գործակալ, որ տվյալներն եք դուք մեջբերում։ Տարբեր սոցիոլոգիական տվյալներ կան, որ 25% այդպես է մտածում։ 40-45%-ը իմպերատիվ պահանջում է իր հեռացումը իշխանությունից եւ մոտ 60-65%-ը պատրաստ է դեմ քվեարկել հասկանալի պատճառներով, ինքը վախերի մեջ է ապրում, իսկ դաջված է իր ճակատին արդեն դա պետական դավաճանի բանը, ինքը փորձում է պետական դավաճանը այսպես ասած դաջել իր հակառակորդների վրա եւ դա համար ինքը ման է գալիս թե ում վրա ինչի Անդրանիկ Թևանյանի վրա, որովհետեւ շատ པարզ սխեմա աշխատեց վերջին ժամանակահատվածում Բարգավաճ Հայաստան կուսակցության վարկանիշը կտրուկ այսպես ասած վարկանիշ բարձրացավ եւ շնորհիվ նրա որ ճիշտ տակտիկական սկզբունք որոշեց, որ Ծառուկյանը մարզերով էր քարոզարշավ անցկացնում, իսկ Անդրանիկ Թևանյանը քաղաքում եւ արդյունքում տվեց, այսպես ասած, սիներգիա, որի արդյունքում իսկ ինքը վախերի մեջ ապրող անձնավորություն է։ Եթե դուք նկատեք, ինքը շատ նման է նացիստական Գերմանիայում Հիտլերին։ Իր ամբողջ հռետորաբանությունը, պահվածքը, երկուսն էլ բավարար կրթություն չեն ստացել, փողոցային խուժան են եղել, անգրագետ են եղել եւ ատել են բոլորին։ Հիտլերի գործնեության արդյունքում Գերմանիայի ժողովրդի 30%-ը սպանվեց, մոտ ավելի քան 9 միլիոն մարդ։ Գերմանիան հավերժորեն կորցրեց իր տարածքները։ Königsberg-ը, ինչպես որ այսօր Կալինինգրադի մարզը կոչվում է, Սիլեզիան, որ այսօր Լեհաստանի մաս է, հավերժորեն։ Եվ մեծ
աղետ բերեց ամբողջ աշխարհին, ավելի քան 60 միլիոն մարդ կոտորվեց երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դա միակ եւ գլխավոր մեղավորը դա Հիտլերն էր։ Հիմա Հայաստանում դրա ինտերպոլյացիան փոքր տեսակով Նիկոլ Փաշինյանն է դարձել։ Եվ ինքը փաստացի այդ վախերի մեջ ապրելով փորձում է դաջել պետական դավաճանի պիտակը իր հակառակորդներին։ Այս պայմանությամբ ամենավտանգավորը ինքը համարել է Անդրանիկ Թևանյանին, դա մել իրեն հրճակել է պետական դավաճան, ծիծաղելի մակարդակի հիմնավորում, որը նույնիսկ ժպիտ է առաջացնում բոլորի մոտ։ Այսօր Վազգեն Մանուկյանը ինձ զանգեց, առաջի վարչապետ, ասաց, որ ես այսպիսի անհետություն ծիծաղի մակարդակի ես չէի տեսել իմ կյանքում, Կառույցի անունը, դուք շարունակեք։ Հայաստանի 30 տարվա մեջ այսպիսի անհետություն մենք չենք տեսել։ Եղել են ինչ-որ կոռուպցիայի բաներ, ասենք $100 տեղը $10,000 են հրճակել, բան, որ մարդկանց կարողանան բանանել, բայց նման բան մարդուն դատարկ տեղը ձևակերպել, որ ինքը պետական դավաճան է, դա դուրս հոտված է։ Այդ կառույցի մասին եմ ուզում խոսել, որը նշվել է գործում Ռուսիա Կովկաս, ձեզ ծանոթ է այդ կառույցը։ Ես առաջին անգամ եմ լսում դրա մասին, անկեղծ ասեմ, հա, բայց ես մի հատ ուրիշ հարց տամ։ Ես նախիվանաչ ինչ կապ ունի այդ կառույցը Անդրանիկ Թևանյանի հետ։ Ես անկեղծ ասած չեմ պատկերացնում։ Հետո ինչ կառույց է, ես էլ դա չեմ պատկերացնում։ Հասկանում եք, հիմա Հայաստանում բազմաթիվ հիմնադրամներ կան։ Բազմաթիվ արևմտյան, ցավոք սրտի ռուսական հիմնադրամներ չկան։ Դա իրենց թերությունն է, բայց դա առանձին խնդիր է։ Արևմտյան հիմնադրամները, որ փող են տալիս, մարդիկ էլ աշխատում են, չէ՞։ Ցանկացած մարդու կարելի է ձևակերպել որպես պետական դավաճան։ Ինչի, որտեղ այդ հիմնադրամները գաղտնիք չէ, որ բոլորը ուղակի կամ անուղակի համագործակցում արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ։ Միացյալ Նահանգների, եվրոպական երկրների, դա բոլորի համար գաղտնիք չէ։ Սորոսի հիմնադրամը, Էբերտի հիմնադրամը, բազմաթիվ, այդտեղ աշխարհում դա նույնիսկ թափանցիկ մակարդակով է հռչակված դա։ Հիմա ցանկացած մարդ, ով ստացել է այդպիսի գրանտ, անուղակի կարելի է այդ մարդուն մեղադրել պետական դավաճանության մեջ։ Բայց շրջանակներ կան կոնկրետ, որ Թևանյանին այսպես ռուսական ազդեցության քաղաքական գործիչ են համարում։ Տեսեք, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Անդրանիկ Թևանյանը այն գործիչներից է, որ հստակ հայտարարում է, որ ինքը Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ-ի կազմում, միաժամանակ պետք է փորձի բարելավել իր հարաբերությունները ԵՄ երկրների հետ, արևմտյան երկրների հետ, Միացյալ Նահանգների հետ, հատկապես Տրամպի իշխանության գալուց հետո։ Անդրանիկ Թևանյանը միշտ եղել է, այսպես ասած, բազմավեկտորյան քաղաքականության կողմնակից, բայց անկյունակարը անվտանգության տեսակետից համարել է դա պետք է լինի Ռուսաստանը, բայց այդպես է մտածել Հայաստանի բոլոր 3 նախագահները։ 3 նախագահներն այդ գիստն են տարել։ Անդրանիկ Թևանյանը 3 նախագահների քաղաքական դիրքորոշման կողմնակիցն է եղել։ Եթե մենք համարենք իրեն պրոռուսական, ապա պետք է պրոռուսական համարենք առաջին, երկրորդ եւ երրորդ նախագահներին։ Սա է խնդիրը։ Ավելին կարող եմ ասել, Նիկոլ Փաշինյանը 15 թվականից հետո որ իշխանությունը շարունակել է, ինքը արտաքին քաղաքական վեկտորի մեջ ֆորմալ տեսակետից ոչինչ չի փոխվել։ Ֆորմալ իմաստով այդ տեսակետից հնարավոր չի մարդուն մեղադրել մի բանի մեջ, երբ որ 3 նախագահները նույն գիծն են տարել։ Ինքն էլ ըստ էության շարունակել է նույն, ավելին կարող եմ ասեմ, ինքը ստորագրել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը բացասական չի ընկալել նաև Անդրանիկ Թևանյանի կողմից։ Հիմա որտեղ պետք է իրեն մեղադրել պրոռուսականության մեջ։ Երբ որ սա գիտեք, ավելի շուտ միգուցե դա պայմանավորված է նրանով, որ ինքը անընդհատ խոսում է, որ փաստացի կա վտանգ, որ Ռուսաստանի դերի ազդեցության նվազման արդյունքում կարող է մեծանալ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը, բայց դրա մասին խոսում են եւ առաջին նախագահը, եւ երկրորդ նախագահը, եւ երրորդ նախագահը, բոլորը։ Հիմա հարց տամ դուք այդ դիրույթից ցույց տվեք մի դետալ, որտեղ Անդրանիկ Թևանյանի դիրքորոշումը տարբերվում է այդ մարդկանց դիրքորոշումից։ Եթե դուք ցույց տաք մի դետալ, որ տարբերություն լինի, ես կասեմ, որ դուք ես համաձայն եմ իրեն կարելի է համարել պրոռուսական։ Չկա այդպեսի բան։ Եթե ինքը հանդիպել է, ասենք, չգիտեմ, բանի հետ են բանի որ բաներ էր անցկացնում այդ Լազարևյան ակումբի անդամների հետ, բայց բազմաթիվ մարդիկ Զատուլինի հետ հանդիպելը դա պետական հանցագործություն է։ Ես պետք ուրիշ հարց տամ ձեզ։ Տեսեք, Զատուլինի բանը ելքը Հայաստան արգելված է, բայց Ալիևի Էրդողանի ելքը սահմանափակված արգելված չէ։ Տեսեք, Ֆրանսիայում դաշնակցության ներկայացուցիչների ելքներից մեկը ելքը արգելված էր, բայց ցանկացած մարդ գործիչ, որը ասենք Հայաստանի հանդեպ բացասական տրամադրություն է, արգելված չէ։ Զելենսկու բանը այսպես այցը նույնիսկ ողջունվեց, երբ որ Ուկրաինան 30 տարի ընթացքում աջակցել է Ադրբեջանին եւ շնորհավորել է։ Մի հարց եմ ուզում տամ, այս պայմաններում, եթե մարդը
ողջունում են մարդկանց, ովքեր որ Հայաստանի պետության շահի դեմ են եղել, եւ դատապարտում են այն մարդկանց, ովքեր որ Հայաստանին աջակցել են, այդ մարդուն ինչպես կարելի է բնութագրել։ 25%-ը բնութագրում են այն, ինչ որ ես ասեցի։ Ես ձեռնպայ եմ մնում նման տիպի գնահատականներից, որտեղ ես համարում եմ, որ ես ինքս իմ պապս 37 թվականի զոհ է եղել։ Եվ ես գիտեմ, որ եթե դու մարդուն մեղադրես նման վտանգավոր բանի մեջ, դա հետագայում կարող է գնալ եւ ըստ էության ուղղակը ընդլայնել եւ մեծ քանակով մարդիկ անք ռեպրեսիային ենթարկվեն։ Ինձ անձամբ իմ մոտիկ մարդիկ ընդդիմության մեղադրում են, որ ես շատ ավելի մեղմ եմ տրամադրված, որտեղ ես ասում եմ, որ պետք է իսկապես ԿՊ-ի շարքային միջին դասի այթում նաեւ նույնիսկ ինչ որ մի զանգվածի պետք է թույլ տալ, որ իրանք ինտեգրվեն հասարակության մեջ։ Եվ իմ դիրքորոշումը, իմ մոտիկ ընկերների դիրքորոշումը, նույն Անդրանիկ Թևանյանը, նույն Գագիկ Ծառուկյանը իրենց ելույթների ժամանակ այդ շեշտադրումով մի քիչ տարբերվել են մյուսներից, որի համար միգուցե կողքից քննադատվել են, որ ավելի մեղմ են տրամադրված։ Այսինքն հնարավոր իշխանության պարագայում դուրը բաց թողնել նաև հնարավորություն։ Հումանիտար միջանցքի մասին Անդրանիկ Թևանյանը մի քանի անգամ ասել է։ Գագիկ Ծառուկյանը այնքան ասել է, որ ըստ էության պետական ես էլ եմ միանում, որ պետական ծառայողների հանդեպ պետք է տոլերանտ լինել, մարդիկ մեղավոր չեն, որ հայտնվել են դժի իշխանության պայմաններում հանգամանքների բերումով աշխատում են, հա։ Հիմա այս քայլերը մեր դիրքերը թույլատնում է հասկանալի պատճառներով, որովհետև փաստացի եթե դու մեղադրում ես մի մարդու, որ ասում էր, որ պետք է մենք տոլերանտ լինենք ԿՊ-ականների նկատմամբ, եւ այդ մարդուն մեղադրում է պետական դավաճանության մեջ, երկարացնում են այն մարդկանց լեզուն, ովքեր ասում էին, տեսակ, որ մենք ասում ենք սրանց պետք է կախախանանենք, տեսակ, որ մենք ասում ենք սրանք թուրքի դավաճանները պետք է բանանենք, հասկանում եք, այսինքն այդ իմաստով իհարկե մենք որոշակի իմաստով վարկանիշային կարող է կորուստ ունենանք, որտեղ մենք ավելի տոլերանտ, ավելի լայնախոհ, ավելի կոնսոլիդացիայի կողմնակից ենք եղել, սա է խնդիրը։